Բարի գալուսիվիլեն տաղավարում հյուրընկալել եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին նախարար, ձեզ հետ խոսելու ենք Հայաստանում 2026 թվականի հունվարից ներդրված առողջապահության համընդհանուր պարտադիրապահագրության մասին, արդեն եթե չեմ սխալվում 100 օր է, այսօր լրանում այդ 100 օրը, որ համակարգը գործում է։ Խնդրեմ ընդհանուր թվերով սկզբից ներկայացրեք, արդյոք նախ ձեր սպասվածի նման համակարգը գործում է թե ոչ, որտեղ կան շեղումներ եւ ընդհանուր պատկերը ինչպիսին է։ Ամփոփելով 100 օրը, նշեմ, որ մեր շահառուների թիվը հասել ենք արդեն 1.700.000-ի, որը կարևոր է արձանագրել, որ առաջին եռամսյակի ընթացքում էլ մենք ունեցել ենք աճ շահառուների, սա մի կողմից պայմանավորված է 200.000 դրամը աշխատավարձ շեմը հատող անձանց թվի աճով եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ նաեւ անհատ ձեռնարկատերերը, ում պարտավորությունը համակարգին միանալու մինչեւ ապրիլի 20-ն էր եւ այս վերջին օրենսդրական փոփոխությունով տարանք հուլիսի 20-ը, այնուամենայնիվ ժամանակից ավելի շուտ միացողներ ունենք, մոտ 5000 արդեն ԱԾՆ-ներ միացել են առողջության ընդհանուր ապահովագրությանը։ Ըստ էության պետք է նշեմ, որ համակարգի ներդրումը իհարկե շատ մեծ ջանքեր պահանջեց մեր կողմից աշխատանքային առումով լարված, բայց սահուն ենք սկսել։ Սա շատ կարևոր արձանագրում է, մեր բնակչության ընդհանուր գոհունակությունը բավական բարձր է, այսինքն մարդիկ տարիներով հնարավորություն չէին ունեցել իրենց առողջապահական կարիքները հոգալ եւ ըստ էության առաջին անգամ հնարավորություն են ունենում վիրահատություն իրականացնել, դեղեր ստանալ, հետազոտություններ անցնել եւ իհարկե մենք այս 3 ամիսների ընթացքում շատ ինտենսիվ աշխատել ենք նաեւ ներդրումից հետո որոշակի շտկումներ, որոշակի փոփոխություններ իրականացնելու առումով եւ այս գործընթացը մենք հենց այդպես էլ պատկերացնում էինք, որ երբ որ մի բան արդեն կյանքի է կոչվում, կյանքի հրամայականներին պետք է շատ արձագանքող լինել, մարդկանց նաև առաջարկներին, նաև մոտեցումներին պիտի կարողանանք ճիշտ ժամանակին հետևություններ անենք։ Տիկին Ավանեսյան, երբ ներդրվում էր համակարգը, երբ արդեն էր ներդրվել, կարելի ասել, բժշկական համայնքը կարելի ասել երկու մասի էր բաժանել կամ գոնե դոմինանտ երկու կարծիք կար։ Մի մասը ասում էր, որ սա ուշացած ռեֆորմ է, անպայման պետք է իրականացնել, դրանից մեկը պարոն Բաբլոյանն է, որ այս տաղավարում է ասել դրա մասին, նաև մյուս մասը ասում էր, որ համակարգը պատրաստ չի դրան եւ պետք չի գնալ հիմա եւ ավելին ներդնելուց հետո նաև բողոքում էին նրանից, որ բժիշկները իրականում չեն վարձատրում, այսինքն նրանց ծառաբեռնվածությունը կտրուկ աճել է, բայց վարձատրությունը այն չի, ինչպես որ իրենք ակնկալում էին կամ կարծում էին, որ պետք է լիներ։ Ես կարծում եմ, որ ռեֆորմը շատ սպասված էր։ 30 տարի մեր ժողովուրդը սպասել էր, որպեսզի մեր առողջապահական հարցերի կարգավորման մի կարևոր եւ համակարգային լուծում առաջ բերի իշխանությունը։ Արդյոք համակարգը պատրաստ էր թե ոչ, այսօր արդեն փաստն ենք արձանագրում, համակարգը պատրաստ էր։ Գիտեք, սպասարկել 1.600.000-700.000 շահառուի եւ այդքան մարդ է ներողություն դիմել, շահառուների խումբն է այսքան, հիմա ես դիմացների վիճակագրությունն էլ կներկայացնեմ, հունվարի հենց 1-ից սա բավական մեծ աշխատանք էր, որը հաջողությամբ եւ պիտի ես կոնկրետ նշեմ, սա համատեղ աշխատանք է եղել նախարարություն, առողջապահական կազմակերպությունների ղեկավարություն, վարչական պատասխանատուներ, բժիշկներ, բոլորը ներգրաված են եղել, որպեսզի մենք կարողանանք այս արդյունքը ունենանք։ Ինչ վերաբերում է բժիշկների աշխատավարձի եւ ընդհանրապես բուժաշխատողների, առաջին ամսվա ընթացքում իհարկե առողջապահական շուկան, այսպես ասենք, վերափոխվել է։ Ծառայությունների համամասնություններն են որոշակի փոփոխությունների ենթարկվել, աշխատալու ձևն է փոփոխվել։ Եթե նախկինում մեր բժիշկները ստանում էին որոշակի ֆիքսված աշխատավարձ, առաջնային օղակի մասին է խոսքը գնում, պոլիկլինիկան, այսինքն անկախ նրանից, ինչքան ես աշխատել, քանի պացիենտ ես սպասարկել, ունեիր ամսական ինչ-որ մի աշխատավարձ ֆիքսված։ Բայց մենք փոխել ենք ձևաչափը եւ ըստ պացիենտի տալիս ենք արդեն փոխհատուցում ամեն խորհրդատվության, բուժման, հետազոտության դիմաց։ Եվ առաջին ամսին մի փոքր այսպես անհարմարություններ եղան այդ խորհրդատվությունները ճիշտ գրանցելու եւ այլնի առումով,
Եվ փետրվարից արդեն սկսած մենք այս բոլոր ուղումները իրականացրեցինք, բժիշկները մարտ ամսին արդեն իսկ ստացել են իրենց բարձր աշխատավարձերը։ Այսինքն ավելի բարձր են ստացել, քան նախկինում էին ստանում։ Ընդհանուր առողջապահական համակարգում աշխատավարձերի բարձրացում է եղել։ Ես միայն առողջապահության նախարարության ենթակայության հիմնարկների մասով ներկայացնեմ, որ մոտ 60 հիմնարկ ենք այսպես համակարգում, այնտեղ ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը 20-ից 40%-ով են աճել։ Նեղ մասնագետներ ունենք, ովքեր կրկնապատիկ, եռապատիկ ավելի աշխատավարձ են ստացել։ Իհարկե մենք ունենք լոկալ խնդիրներ, եւ այստեղ էլ պիտի մենք շատ աչալուրջ լինենք, որ սա ընդհանուրի մասին է խոսքը գնում, բայց լինում են դեպքեր, երբ որ ինչ որ մի բժշկական կենտրոնում դեռ որոշակի ուղղելու եւ մարդկանց աշխատանքի ձևաչափը վերանայելու կարիք կան հայտարարություններ այն մասին, որ նաեւ լրատվական նյութեր, որ բժիշկները բողոքում են, որ 2 անգամ նվազել է իրենց աշխատավարձը, չգիտեմ։ Ես ամենայն պատասխանատվությամբ ներկայացնում եմ, որ իմ կողմից մատնանշված 2-3 մասնագիտություն ունենք, որոնց ընդհանուր բժիշկների թիվը մոտ 60-70 հոգի է եւ նրանց աշխատավարձն էլ մարտ ամսին հիմնականում նույնն է մնացել, որովհետեւ մենք պոլիկլինիկաների հաշվին նրանց աշխատավարձը բերել ենք նախկինին, այլ մարդկանց աշխատավարձի նվազման չունենք խնդիր, այլ ունենք ավելացումներ։ Ինչ եղել է փետրվարին է եղել, այսպես ասած։ Հասկացա։ Եվ դիմելիության հետ կապված, որքան մարդ է դիմել եւ որքան գումար է ծախսել, որքան գումար է ուղղվել մինչեւ հիմա այս համակարգի աշխատանքին։ Ուրեմն մարտի 31-ի դրությամբ 614,000 քաղաքացի օգտվել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ծառայություններից։ Մեկ անձը կարող է ստացած լինել մի քանի ծառայություններ եւ այստեղ մենք այցերի թիվը արդեն միլիոնների է հասնում, թե ամբուլատոր, թե այո, սա անձանց մասին։ Սա նրա մասին է, որ ամեն երրորդը օգտվել է մեր շահառուներից այս կամ այն չափով առողջության ապահովագրությունից եւ մենք տեսնում ենք այդ արդեն արձագանքները։ Ես փողոցով երբ որ 10 րոպե քայլում եմ, անպայման մեկը մոտենում է եւ պատմում է իր փորձառության մասին։ Նշեմ, որ մեր նաեւ շատ կարեւոր հատվածը դա ֆինանսական կայունություններ, որ մենք առաջին երամսյակի մասով մեր կանխատեսումները ըստ էության փաստում ենք, որ ճիշտ էին եւ մեր ապահովագրական հիմնադրամի առաջին երամսյակի բյուջեի շրջանակներում ենք մենք։ Իսկ բյուջեի թիվը կասեք։ Բյուջեի թիվը երամսյակի կտրվածքով մոտ 40 միլիարդ է եղել ծախսը ապահովագրական հիմնադրամի, որը լրիվ տեղավորվում է մեր կանխատեսումների մեջ։ Հասկանալի։ Տիկին Ավանեսյան, տեսեք, նաև խոսում էր նրա մասին, որ օրինակ Երևանում գուցե բժշկական հաստատությունները պատրաստ են այդ եւ հոսքը սպասարկելու տեսանկյունից եւ որակյալ ծառայություններ քիչ թե շատ մատուցելու տեսանկյունից, բայց օրինակ մարզերում, հեռավոր մարզերում հատկապես այդ բժշկական ծառայությունները, բժշկական ուրեմն բուժ հիմնարկների եւ հաստատությունների հագեցվածությունը եւ այլը խնդրահարույց է եւ արդյոք մենք կարող ենք հիմա ասել օրինակ 100 օրն է լրացել, որ հեռավոր մարզերում եւս մարդիկ ապահովագրության շրջանակներում նույն որակի բժշկական սպասարկում են ստանում, ինչ օրինակ Երևանում, թե այդպես չէ։ Նախ փաստ ենք, որ մեր մարզային բժշկական կենտրոնները եւս իրենց կարողություններով պատրաստ էին եւ ընդունեցին շատ մեծ հոսք պացիենտների։ Եվ առողջության ապահովագրության էֆեկտը բժշկական կենտրոնների վրա հենց մարզային շատ մեծ է լինելու։ Մեր մարզայի բնակչության ընդհանուր վճարունակության առումով համեմատականները եւս ցույց են տալիս, որ մեր մարզային բժշկական կենտրոնները թեր ծանրաբեռնված են։ Եվ այստեղ էլ, երբ որ մենք ասում էինք, որ Հայաստանի մահճակալային ֆոնդը եւ մեր կարողությունները բավարար են, որպիսի աճող դիմելությունը ապահովենք, փաստը ցույց տվեց, որ այո, այս գնահատականը ճիշտ էր։ Հիմա գնում է մյուս կողմից նաեւ ներդրումները մարզային կենտրոնների շարունակական։ Մենք նախորդ տարվա վերջին մոտ 5 միլիարդ դրամի սարքավորումներ ենք գնել եւ այս տարվա ընթացքում այս սարքավորումներով կհամալրենք բժշկական կենտրոնները։ Այո, բժշկական կենտրոնները իրենց հերթին են նաեւ համալրումներ անում։ Վերջերս այն օրը Վանաձորում էի եւ մի քանի ամիս առաջ Վանաձորի բժշկական կենտրոնի նոր ակնաբուժական ծառայությունը արդեն տասնյակներով իրահատություն է իրականացնում
լրիվ նոր սերնդի սարքավորումներով, մասնագիտական համալրվածությամբ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս խթանը նաեւ ծառայությունների մասով, երբ որ մենք ստեղծել ենք, կենտրոնները շատ արագ կարողանալու են նաեւ վերազինվել։ Կարծում եմ, որ մեր բնակչությանը բժշկական օգնության տրամադրման որակի առումով մենք ճիշտ ճանապարհին ենք եւ հավասարվելու է, անկախ թե որտեղ է այդ ծառայությունը տրամադրվում։ Տիկին նախարար, երբ մարդիկ սկսում են շատ դիմել բժշկական հաստատություններին, պարզ է, որ այս առողջության պարտադիր համակարգով, առողջության ապահովության պարտադիր համակարգով պայմանավորված, չվախենալով ծախսերից նաև, արդյոք կարող ենք ասել, որ ապագայում մենք ունենանք ավելի ճշգրիտ պատկերը բնակչության առողջապահական ճշգրիտ պատկերը, հա, եւ արդյոք սա կարող է նաեւ բերել ապագայում ստատիստիկայի փոփոխությունների, որովհետեւ օրինակ տարբեր հիվանդություններով կարող ենք մինչեւ դիմելիության աճը ունենալ մի պատկեր, օրինակ ավելի նվազ պատկեր, այլ դիմելիության աճից հետո ավելի կտրուկ աճի պատկեր, եւ որ հանկարծ հետո ինչ որ աղճատումներ չստեղծվեն, էլի կամ դրա տպավորությունը կարող է ստեղծել, որ օրինակ չգիտեմ, 2 տարի առաջ բնակչությունը ավելի առողջ էր, քան 2 տարի հետո։ Ոչ թե կարող է, այլ հանգեցնելու է իհարկե դրան եւ մենք 2024 թվականին գրանցեցինք ամենաբարձր կյանքի միջին տևողության ցուցանիշը 78.6։ Հաջորդիվ մենք վստահ ենք, որ առողջության ապահովագրության ազդեցությունը մեր ժողովրդի առողջական վիճակի վրա ցցուն է լինելու։ Բայց ճիշտ եք նշում, որ հիվանդացության առումով մենք ունենալու ենք պատկերի փոփոխություն, բայց այստեղ էլ պիտի համադրության մեջ դիտարկենք վիճակագրությունը։ Մենք միշտ ասում ենք, որ երբ որ քաղցկեղի հայտնաբերելիությունը մեծանում է, մահացությունը նվազում, ապա սա լավ վիճակագրություն է, որովհետև մենք նշանակում է շատ ավելի շատ դեպքեր ենք հայտնաբերում, ճիշտ ժամանակին բուժում ենք եւ մահացությունը դրա արդյունքում կրճատվում է։ Կանխարգելումն է ավելանում։ Կանխարգելումը, բուժման հնարավորություններն են մեծացել, նույնը սրտանոթային հիվանդությունների։ Եվ այս վիճակագրական տենդենսը վերջին տարիներին նկատելի են։ Մենք ունենք մահացության նվազում թե քաղցկեղի, թե սրտանոթային եւ թե շաքարային դիաբետի հիվանդությունների մասով։ Հայտնաբերելիության աճ ունենք, մահացության նվազում ունենք եւ մենք այս տրամաբանությամբ պիտի շարունակենք։ Իսկ ինչ վերաբերում է ամբողջական առողջապահական տվյալներին, այո, շատ ճիշտ եք եւ սա նաեւ քաղաքականությունների մշակման առումով մեզ շատ ավելի փաստահեն ճշգրիտ հիմք կծառայի եւ թվայնացումն էլ, ինչին մենք շատ մեծ ուշադրություն ենք տրամադրում, պիտի մեզ օգնի է սրանում։ Եվ կանխատեսումների, թե ինչ օրինակ ծախսեր ենք ունենալու, թե նաեւ մեր մարդկային կապիտալի պոտենցիալը ամբողջովին բացահայտելու առումով, ես կարծում եմ, որ հարակից էֆեկտները առողջության ապահովագրության իհարկե առաջիկա տարիներին մեզ զարմացնելու են։ Շատ լավ, տեսեք, արդարության հետ կապված համակարգի ինքը շատ լավ է, որ հատկապես տարեց մարդիկ օգտվում են եւ դրա կարիքը շատ ունեն եւ այլ եւ այլ։ Բայց սոցիալական արդարության տեսանկյունից որքանով է արդար, որ դրա ամբողջ բեռը ընկնում է միջին խավի վրա։ Նայեք, ըստ էության մեր ավագ սերնդի առողջապահական ծախսերը մինչ այդ էլ հոգեր տանում միջին տարիքային խումբը։ Մեր ծնողների առողջապահական ծախսերը մենք ենք հոգ տարել եւ տանում ենք։ Այս առումով եւ այդ հոգսը շատ ավելի մեծ էր, շատ ավելի անկանխատեսելի էր եւ երբեմն բերում էր նաեւ հենց ընտանիքի աղքատացման։ Այս պարագայում պետությունը համախմբելով բոլորիս ռիսկերը եւ ստեղծելով մեկ համակարգ ավելի նվազեցնում է ամեն անհատի համար առողջապահական ծախսը։ Եվ ըստ էության, այո, մեր բոլորի հարկերի շնորհիվ է, որ մեր ծնողները, մեր ավագ սերունդը այսօր կարող է օգտվել առողջության համակարգից։ Բայց երբ որ պետությունը այդ հարկերի հավաքման արդյունքում ստեղծում է համակարգ եւ հոգ է տանում մեր ծնողների առողջության մասին, մեր վրա այդ բեռը շատ ավելի մեծ է նվազում։ Այլ պարագայում ես իմ մայրիկին 129.600 դրամով չէի կարող ապահովագրել եւ եթե Աստված չանի իրեն մի բան կարիք լիներ վիրահատություն ունենալու, ես ստիպված էի լինելու ծախսել մի քանի միլիոն դրամ, որպեսզի կարողանայի հոգ տանել իմ ծնողի առողջության մասին։ Եվ այսօր ես ասեմ ձեզ, որ այո, մենք շատ շեշտադրում ենք ավագ սերնդի այս մեծ կարիքի բավարարումը, բայց մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց
200,000-ից ավել աշխատավար ստացողների խումբը եւս շատ մեծ ակտիվությամբ է օգտվում բժշկական ծառայություններից։ Սա նաեւ խոսում է նրա մասին, որ մարդիկ վճարելով նաեւ իրենց վճարի դիմաց հստակ հենց այսօրվանից ստանում են կոնկրետ ծառայություններ, կանխարգելիչ, դեղորայքի, բժշկական միջամտությունների, վիրահատությունների ամբողջ ծավալով։ Ասեմ, որ ինձ շատ ուրախացնում է նաև, որ մեր ապահովագրության մեջ դրված սկզբունքը, որ պետք է շեշտադրումը գնա կանխարգելիչ եւ նաև ավելի շատ վիրահատական միջամտություններին եւ ոչ թե մեր այսպես ստացիոնար թերապևտիկ երկար հոսպիտալացումներին, այսօր մենք դա տեսնում ենք։ Այս 3 ամիսներին 67,000 վիրահատություն ենք իրականացրել։ Սա իսկապես շատ մեծ թիվ է։ Այս համակարգի շրջանակներում։ Այո, եւ առաջիկա երամսյան կամփոփելուց հետո մենք տեսնում ենք, որ ոչ միայն ծառայությունների ծավալն է աճել, այլ դրանց ուղղվածությունն է փոխվում, ինչն էլ հենց մեր նպատակներից մեկն էր։ Փոխվում է նաև դեղորայքային ապահովության արդյունքում անհարկի հոսպիտալացումները մենք պիտի գնանք ավելի նվազման։ Սա ինչ է նշանակում։ Եթե անձը 65 տարիքի պլյուս տարիքի անձը կանոնավոր իր գեր ճնշման դեմ դեղերը խմում է, ապա չի ունենում կրիզներ կամ ունենում է շատ ավելի այսպես ոչ հաճախակի, ինչը նվազեցնում է, չէ, մեր վրա բեռը։ Եվ ամսական միջին քրոնիկ հիվանդություն ունեցող անձը 20-ից 30,000 դրամի դեղորայքի ծախս ուներ, որը շատ դժվար էր ուրեմն կրելը, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիները կանոնավոր ստանալով իրենց դեղորայքը կարողանում են հոգ տանել, որ չունենանք սրացումներ։ Օրինակ, երբ այս ամբողջական եւ մեծ ինչ-որ համակարգ է ներդրվում, դա իհարկե բերելու է, ինչպես եվրոպական շատ երկրներում կա, հերթագրումների որոշակի համակարգի ներդրման, հա։ Հայաստանում ինչ է արվում, որ իսկապես ստեղծվի մի համակարգ, որը շատ եվրոպական երկրներում վատ իմաստով կա, երբ մարդիկ չգիտեմ, ստիպված են ամիսներով սպասել, մինչև իրենց վիրահատության հերթը գա, մինչև իրենց բուժման ժամանակը գա, եւ շատ դեպքերում մեկ ուղղակի ասում են, եթե մահամերձ չես, քեզ բուժ հաստատություն չեն ընդունի եւ կասեն գնա ջուր խմի կամ չգիտեմ ինչ որ այլ դեղ օգտագործի եւ սպասի քո հերթին։ Հայաստանում ինչ է արվում, որպեսզի այդ երկարատև հերթերը բացառվեն։ Նախ կարողություններն են մեծացվում եւ ես երբ որ նշում եմ, որ մենք մեծ ներդրումներ ենք իրականացնում նոր տեխնոլոգիաների, ավելի արագ ցիկլ ապահովող վիրահատությունների բուժման մեջ գումարներ ենք ներդնում, հենց սա ուղղված է, որպեսզի մեր քաղաքացիների սպասարկման ժամկետները երկար չլինեն։ Բայց մենք հասկանում ենք, որ ենթակառուցվածքներից եւ իհարկե սարքավորումներից բացի մենք մասնագիտական կարողությունների խնդիր ունենք եւ այստեղ էլ բաշխվածությունը Երևան մարզեր, մասնագիտական բաշխվածությունը պիտի որոշակի վերադասավորումներ ունենանք։ Հիմա մի օրինակի վրա բերեմ ձեզ։ Տեսեք, ես նշել էի, որ օրինակ ֆիզիատրների, ովքեր որ զբաղվում են տուբերկուլոզով հիվանդներով, ծանրաբեռնվածության խիստ նվազում ունենք եւ դրա արդյունքում էլ արդեն փաստացի տեսնում ենք, որ չկա պացիենտ, չկա փոխհատուցում։ Հիմա մենք որոշել ենք, որ մեր հարգարժան մասնագետներին պիտի պետության նաև ուրեմն ֆինանսավորմամբ առաջարկենք վերապրոֆիլավորման հնարավորություն։ Ինչու, որովհետև ունենք ընտանեկան բժիշկների պակաս եւ այստեղ ունենք մասնագետ, որը ըստ էության դաշտ չունի աշխատելու, մի կողմում էլ ունենք պակաս մասնագետների։ Եվ այս փոփոխությունների արդյունքում էլ մենք պիտի շատ ճկուն կերպով ապահովենք մասնագիտական համալրվածությունը։ Իհարկե, տեսեք, պլանային դեպքերի մասով, այո, հերթագրումները նորմալ են եւ ըստ էության դա նորմալ պրակտիկա է։ Բայց ճիշտ եք նշում, որ երբ որ հերթը ամիսներ է ձգվում, մարդու մոտ արդեն դժգոհություն եւ անհանգստություն է առաջանում, եւ այս առումով էլ մեր 3 ամիսների տվյալները մեզ ուրախացնում են, որ այն դիտարկումը, որ մենք ունենք բավարար ուրեմն մահճակալային ֆոնդ, որը կարող է այդ աճող դիմելությունը սպասարկի, ըստ էության ճիշտ էր։ Եվ այսօր մենք պլանային դեպքերի սպասարկման 1-2 շաբաթվա կամ մինչև 1 ամսվա հերթ ունենք։ Այն էլ
ոչ բոլոր բժշկական կենտրոններում, այլ ունենք որոշ կենտրոններ, որտեղ կարող է մինչև 2-3 շաբաթից նոր հերթը գալ, օրինակ կատարակտի վիրահատության։ Ունեք հաշվարկ միջինացված։ Մարդը հիմա որքան է սպասում, երբ որ դիմում է բուժհաստատություն սպասարկելու համար, քանի օր է սպասում, միջինացված։ Եվ ձեր նպատակը ո՞րն է, որ ուր հասնեք, այսինքն չգիտեմ, հիմա սպասում է օրինակ 2 շաբաթ, ձեր նպատակն է, որ մարդը սպասարկվի օրինակ հետո, երբ կատարելության հասնի այս համակարգը 1 շաբաթում, չգիտեմ։ Ծառայություններ ունենք, որ հենց այդ պահին են ստանում, այսինքն որևէ հերթագրում չկա, օրինակ հետազոտությունների մասով, լաբորատոր եւ այլն եւ այլն։ Կան որոշ ծառայություններ, որտեղ 1-2 շաբաթ է տևում սպասման ժամկետը, եւ սա նորմալ է։ Եթե մենք ապահովենք, որ հենց այս շրջանակներում մնանք, ապա մենք կարող ենք ասել, որ հաջողել ենք։ Շատ հետաքրքիր է դիտարկելը տենդենսը ընտանեկան բժիշկների մոտ, այո, նախկինում մենք չունենք սովորություն, որ պետք է գրանցվես, որ նոր գնաս ընտանեկան բժիշկի մոտ կամ թերապևտի մոտ կամ նեղ մասնագետի մոտ, հիմա այո, հերթագրմամբ է իրականացվում եւ կարող է 1-2 շաբաթ ուրեմն տևել, մինչեւ որ կունենաս այց թերապևտի մոտ, բայց ես նորից ուզում եմ շեշտադրել, սա վերաբերում է պլանային դեպքերին եւ ընդհանուր գանգատներին, եթե անձը ունի շտապ օգնության կամ անհետաձգելի որոշակի դեպք, ապա կա էմերջենսի ծառայություն եւ կա շտապ օգնություն, որը այս կարիքը բավարարում է։ Բայց ես ոնց հասկացա, հիմա հստակ հաշվարկ չունեք միջինացված որքան է սպասում մարդը եւ ապագայում որքան պետք է սպասի։ Ես ասեցի, 1-2 շաբաթ ունենք ծառայություններ, այսինքն մենք մինչեւ 1 ամսվա առավելագույն չափի մեջ ենք, որը մեր նպատակն է պահպանել այս իրավիճակը։ Իսկ բժշկական շուկան այս ընթացքում ինչպես է փոխվել եւ ապահովագրական շուկան ինչպես է փոխվել, որովհետեւ ապահովագրության հետ կապված իսկապես կային խնդիրներ եւ խառնաշփոթ, օրինակ մեր կազմակերպությունը, որ մենք օգտվում ենք ապահովագրական ընկերության ծառայություններից, իսկապես ինչ-որ խնդիր կար, այդ ծառայությունների դուպլիկացիա էր գնում, հա, մեկը մյուսի նույն բանն էին առաջարկում, հետո փոխվեցին որոշակիորեն ծառայությունները եւ այլ, ինչպես է փոխվել նաեւ եւ փոխվում ապահովագրական շուկան։ Այո, որոշակի վերադասավորումներ եղան եւ մենք շատ ակտիվ աշխատում ենք ապահովագրական ընկերությունների հետ։ Ես ուրախ եմ, որ բոլորը կնքեցինք նաեւ բոլորի հետ համաձայնագիր աշխատանքի որոշակի ինստիտուցիոնալ մոտեցմամբ եւ հիմա կարծես թե մեր բոլոր ապահովագրական ընկերությունները հաշվի առնելով բազային ապահովագրական փաթեթը արդեն շատ նոր տարբեր փաթեթներ են առաջարկում մեր քաղաքացիներին եւ այստեղ էլ ուրախ եմ, որ ոչ մի վատատեսական կանխատեսում չիրականացավ, այլ ճիշտ հակառակը մեր առողջապահական ապահովագրական շուկան դեպի զարգացման է գնում։ Մեր երկիր արդեն մտել է նաև միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերություններ ներդրումներ անելով մեր ապահովագրական ընկերություններում, կյանքի ապահովագրության նոր պրոդուկտ է ձևավորվել եւ ինչպես մենք մեր արգումենտները նախկինում կառուցում էինք, որ ունենալով բազային ապահովագրական համակարգ պետական, դրա վրա այլ պրոդուկտների կառուցումը շատ ավելի հեշտ է լինելու եւ կանխատեսելի է լինելու եւ կարծում եմ այսպես էլ շարունակելու ենք վստահաբար դեռ շատ ծառայություններ կան, որոնք որ լրացուցիչ փաթեթների շրջանակներում շատ հետաքրքիր են մեր քաղաքացիներին։ Մենք նաև քննարկում ենք մասնագիտական ապահովագրության նոր պրոդուկտի ներդնումը Հայաստանում, մեր բազմաթիվ բժիշկների նաև հետ աշխատանքը։ Կոնկրետ մասնագիտություններով ինչ նկատի ունեք։ Տեսեք, օրինակ վիրաբուժական միջամտությունների մասով մեր մասնագետները նաև առաջ են բերում այս հարցը, որ շատ լավ կլիներ, որ լինի ապահովագրություն մասնագիտական գործունեության։ Եվ սա էլ առաջիկայում ներդրվելիք մեր նոր ծրագրերից է։ Եվ վերջին հարցը վերաբերում է անհատ ձեռներեցներին, ինչպես դուք ասացիք, 5000 ԱՁ է միացել այս համակարգին, բայց կան մարդիկ, որոնք եւ վարձու աշխատող են եւ ԱԶ ունեն, հա, անհատ ձեռներեց են։ Եվ համակարգն առաջարկում է իրենց հետեւյալը, որ ամեն դեպքում անկախ նրանից, որ դուք որպես վարձու աշխատող վճարում եք, բայց որպես անհատ ձեռներեց եւս պետք է վճարեք այդ 129000-ը, հետո կարող եք հետ ստանալ, երբ որ համակարգը կտեսնի, որ դուք երկու վճարում եք իրականացրել։ Այ արդեն ունեք պատկերացում, երբ է գալու այդ
պահը, որ մարդ այդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնի։ Նախ իր շրջանառու միջոցները չանի իր գրպանից վճարի, հետո մի հատ էլ դիմում գրի, որ հետ ստանա դրանք։ Մենք 27 թվականի հունվարի 1-ից արդեն այդ ամբողջական թվայնացված լուծումները կունենանք, որ մենք առանց անձի դիմում գրելու կամ այդ փող լրացումներն ու ճշգրտումները անելու կունենանք տվյալները եւ անձը էլ ստիպված չլինի մի քանի տեղ աշխատելու պարագայում վճարել, հետո հետ ստանալ եւ ինչպես ասացի հունվարի 1-ից կունենանք շատ ավելի նոր լուծումներով թվային եւ ՊԵԿ-ի եւ նաեւ հիմնադրամի աշխատանքների համար նոր պլատֆորմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։